Բարև ձեզ ընկերներ, ես Պրով Գորն եմ, այս վիդեոյում մենք նայում ենք, թե ինչ ճանապարհ են անցել ոսկու և արծաթի գները 2000 թվականից մինչև 2026 թվականը։ Ինչու են բարձրացել, երբ են ընկել և ինչ են նշանակում այդ թվերը մեզ համար, որպես զարդ, որպես ներդրում կամ որպես արժեք պահելու միջոց։ Սա թվերի մասին վիդեո չէ, սա մարդկանց վախերի, պատերազմների, ճգնաժամերի և վստահության պատմություն է։ Նախ շատ կարևոր բան ասեմ, բոլոր թվերը, որ ես ասելու եմ, դրանք 1 ունցիայով են, 1 ունցիան հավասար է 31.1 գրամի։ Այսինքն, երբ ասում ենք ոսկու գինը $2000 է, դա նշանակում է, որ 31.1 գրամ ոսկու արժեքն է $2000, ոչ թե 1 գրամինը։ Շատերը սխալվում են հենց այստեղ և մտածում են ոսկին անհասանելի է, մինչդեռ պետք է հասկանալ չափման միավորը։ 2000 թվականին ոսկին արժեր $270, 1 ունցիան։ 2026-ի կանխատեսումներով կարող է հասնել $4500։ Սա պատահական աճ չէ։ 2008-ի ճգնաժամ, 2020-ի համաճարակ, պատերազմներ, արժույթի արժեզրկում, ամեն ճգնաժամ ոսկուն ուժ է տվել։ Ոսկին աճում է ոչ որովհետև գեղեցիկ է, այլ որովհետև մարդիկ վախենում են ապագայից։ Սա նշանակում է 25 տարվա ընթացքում ոսկին աճել է 15 անգամ։ Սա արդեն ոչ թե պարզապես մետաղ է, այլ ֆինանսական փրկողակ։ Արծաթը միշտ ավելի անկայուն է եղել, բայց շատ արագ է արձագանքում շուկային։ Արծաթը երկակի բնույթ ունի։ Մի կողմից թանկարժեք մետաղ, մյուս կողմից արդյունաբերական նյութ, էլեկտրոնիկա, բժշկություն, արևային վահանակներ։ Դրա համար է, երբ տնտեսությունը շարժվում է, արծաթը շարժվում է էլ ավելի արագ, քան ոսկին։ 2000 թվականին արծաթի 1 ունցիան արժեր $4-5, իսկ հիմա այս 2 տարիների ընթացքում 50, 60, 75 և այս վերջի 1 շաբաթվա ընթացքում $93 1 ունցիայի համար։ Արծաթը ավելի ռիսկային է, բայց ճիշտ պահին ավելի շահութաբեր է։ Համեմատական ոսկին անվտանգ նավահանգիստ է, իսկ արծաթը շատ ավելի ռիսկային, բայց նաև ավելի պայթյունավտանգ։ Ոսկին ընտրում են նրանք, ովքեր ուզում են պաշտպանվել, արծաթը ընտրում են նրանք, ովքեր ուզում են խաղալ շուկայի հետ։ Սա բնավորության հարց է, ոչ միայն փողի։ Հիմա կհամեմատենք 2000 թվականից մինչև 2026 թվականը ոսկու և արծաթի գները։ 2000 թվականին, 2005-ին, 2010-ին, 2011-ին ու այսպես մինչև 2026 թվականը։ Ես կասեմ համ ոսկունը և միաժամանակ կասեմ նաև արծաթինը, որպեսզի համեմատենք միասին ինչ գների մեջ են տատանվել և ինչքան են տատանվել։ 2000 թվականին ոսկին $270 է։ Հիշեցնում եմ, այստեղ խոսում ենք ունցիայի մասին։ 1 ունցիան $270 է, ոսկունը 2000 թվականին։ Արծաթինը 2000 թվականին $4.6։ Տեսնում եք ինչ տարբերություն ունեն։ Հիմա 2005 թվականին ոսկին հասել է $513, մոտ էր կրկնակի բարձրանալուն, իսկ արծաթը 2005 թվականին $9.2։ Այստեղ էլ էր մոտ կրկնակի բարձրանալուն և կրկնակի բարձրացել է, 9.2 է դարձել 4.6-ի փոխարեն։ 2010 թվականին $1410 հասել է ոսկին։ 2010 թվականին արծաթը հասել է $30։
հիշում ենք 2008 թվականի ճգնաժամը։ Ես այս մասին էի խոսում, որ ճգնաժամը ոսկուն եւ արծաթին ավելի շուտ ուժ է տալիս։ 2010 թվականը 30 եւ 1410 դոլար։ 2011 թվականին ոսկին հասել է 1574 դոլարի, իսկ արծաթը 2011-ին հասել է 48 դոլարի, 18 դոլարով արծաթը աճել է։ Այստեղ 164 դոլարով է ոսկին աճել։ 2015 թվականին 1061 դոլար է եղել ոսկին։ 2015 թվականին արծաթը եղել է 18 դոլար։ 30 դոլարով արծաթը ընկել է եւ այստեղ մոտ 513 դոլարով ոսկին է ընկել։ Կներեք ժողովուրդ, մի բան ուզում էի ճիշտ թիվը ասեի։ 2020 թվական համաճարակ 2020 թվականին 1891 դոլար, 2020 թվականին արծաթը 28.9 դոլար, ոսկին 2020 թվականին հասել է 1891, 2015 թվականին 1061 էր, տեսեք ինչքան աճ է գրանցել։ 2023 թվականին 2062 դոլար է կազմել ոսկին, 2023 թվականին 2 դոլարով իջել է արծաթը, դառնալով 26 դոլար։ 2024 թվականին ոսկին 2805 դոլար է կազմել, 2024-ին 35 դոլար է կազմել ոսկին, կներեք արծաթը, 35 դոլար արծաթը 2024-ին եւ 2024-ին 2805 դոլար ոսկին։ 2025 թվականին մոտավոր 3400 դոլար է կազմել ոսկին, 2025-ին մոտավոր 40-ից 60, 60-ից 75-ի շրջակայքում է եղել արծաթը։ 2026-ին ոսկին 4300-ից 4600 է կանխատեսվում, որ կբարձրանա։ 2026-ին արծաթը հասել է 93 դոլարի։ Այս վերջի շաբաթվա գրանցված տվյալն եմ ես ասում։ Թե ինչքան կկանխատեսվի, ես մյուս վիդեոներում ես կփորձեմ դա ձեզ բարձրաբանել։ Հիմա եկեք հաշվենք 1 գրամ ոսկին ինչքան արժե։ Եթե 4000 դոլար է 1 ունցիան, ապա մոտ 1 գրամը կլինի 128 դոլար։ Հենց այստեղ մարդիկ ասում են, զարդը թանկ է, զարդը թանկ չէ, թանկ է մետաղը եւ ժամանակը։ Այս ամբողջ պատմությունից մի բան պարզ է, ոսկին եւ արծաթը պարզապես մետաղներ չեն, դրանք ժամանակի արժեքներ են։ Երբ թղթադրամը կորցնում է իր արժեքը, մետաղը հիշեցնում է իր ուժը։ Եթե քեզ հետաքրքիր էր, մեկնաբանություններում գրիր, թե որն ես ընտրում, ոսկին, թե արծաթը։ Ես Պրոֆ Գորն եմ, եթե ուզում ես իմ վիդեոները տեսնել, բաժանորդագրվիր ալիքին, լայքը դիր եւ մեկնաբանություններում գրիր, թե որն ես ընտրում, ոսկին, թե արծաթը։